Տերորիստների գործողությունների արդյունքով ամբողջ ընտանիքով զոհ դառնել։ Փաստաբանները օրինակ հերքում են այդ ավտոբուսները վառելու կներես Շողիկ ջան դրվագը, որ դուք մեջ բերեցիք, ինչպես Ինչ են նաև ասում, ասում են նման բան չկա։ վառել։ Դուք չեք լսել ձայնագրությունը։ Փաստաբանների Բայց չեք լսել պատասխանը ձեզ ասում Գյուլելն էլ երևի նկատի ունեին ընդամենը բան սիրո համբույրներ են ուղարկելու մարդկանց գյուլել ասելով, իսկ այդ ինչ են ասում։ Կներեք փաստաբանները վերում այստեղ ձեր գործընկերների ազգային ժողովի դահլիճում այդ ճայթուկները, հա, որոնք որ ճայթուկով մարդ չի գյուլվում, էլի կներեք։ Դե Իրանք հստակ իրանց ասածը կոնկրետ ապուշություն է այդ դեպքում կներեք իհարկե, որովհետև հստակ մարդիկ տեքստ են ասում է երկու հոգու կգյուլենք, ավտոները կվառվեն, ավտոբուսների վրա յուղ կլցնենք։ Այդ մեկը ավտո կվառի, մեկը խանութ կջարդի, կթալանի։ Հստակ գործողությունների ծրագիրը մարդը իր բերանով ասում է, որքան է փաստաբանները փորձեն ասեն, թե տարբեր օրերի այդ ձայնագրությունները, հա, օքեյ, մարդկանց գյուլելը ասել են մի օր, մեքենաներ վառելը ասել են հաջորդ օրը։ Դրանից ինչ որ բան փոխվեց։ Դրանից ինչ որ բան փոխվեց, հիմա ձեզ հարցնում եմ, ժողովուրդ ջան։ Որոշել են մարդիկ, որ պետք է մարդկանց գյուլեն, որոշել են, որ պետք է մեքենաները վառեն, էլեկտրասյուների լարերը կդրեն գցեն գետին, ամբողջ երկրում ինտերնետը անջատեն, օրինակ ձեզ չի հետաքրքրում, այդ որ մի ժողովրդավար ուժը կամ բարի նպատակ ունեցող ուժը պետք է ուզենա ամբողջ երկրում ինտերնետը անջատի։ Ինչ պետք է անեին այդ ինտերնետն անջատած ժամանակ, որ ինտերնետը իրանց պիտի խանգարեր։ Երբևէ լսել եք այդպես բան, որ ընդդիմությունը ուզենա ինտերնետը անջատի։ Դա ուզում են տոտալիտար իշխանություններն են փորձում տենց բան անել ինտերնետ անջատել, ժողովուրդ ջան, որպեսզի կարողանան ռեպրեսիաներ իրականացնել։ Իսկ քանի որ մեր դեպքում հակառակն է իշխանությունը ժողովրդավարը, իսկ ընդդիմությունը ահաբեկիչ,